Հայաստանը գտնվում է միզաքարային հիվանդության էնդեմիկ գոտում։ Մեր երկրում երիկամաքարեր ունեցող բուժառուների թիվը տարեստարի ավելանում է։ Մտահոգիչ ցուցանիշները ստիպել են հայ եւ արտասահմանցի ուրոլոգներին հանդիպել եւ քննարկել իրավիճակն ու խնդիրները։ Կոնֆերանսի միտքն էլ նա է, որպեսզի աշխարհում եղած նորարարությունները եւ դրանց մասին ինֆորմացիան կարողանանք հասցնել մեր հայ ուրոլոգներին եւ դրանով իսկ հասցնել մեր բուժառուներին, որպեսզի իրենք ստացած բուժօգնությունը լինի համապատասխան միջազգային ստանդարտների։ Գիտաժողովին բժիշկները անդրադառնում են էնդոուրոլոգիական հիվանդությունների մինիմալ ինվազիվ վիրաբուժական միջամտություններին, ծանոթանում եվրոպական առաջատար կլինիկաների փորձին։ Էնդոուրոլոգիայի կուրսի նպատակը 0-ից մինչև զարգացած կամ բարդ դեպքերի քննարկումն է։ Մինչ այս քննարկել ենք բնականաբար սկիզբը, հիմքերը էնդոուրոլոգիայի, այսինքն ուռետերոռայնոսկոպիկ քարափշրման կամ միջմաշկային, այսինքն կողքից ծակելով երբ մտնում են երիկամի խոռոչ, դրա հիմքերը։ Աշխարհում էնդոուրոլոգիական հիվանդությունների բուժման մեթոդներն ու տեխնոլոգիաները արագ են զարգանում։ Հայաստանը եւս փորձում է հետ չմնալ։ Միջոցառումը շեշտադրված է էնդոուրոլոգիայի վրա, ինչը խոսում է Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարի եւ տեղացի մասնագետների սովորելու մեծ ցանկության մասին։ Հայ եւ արտասահմանցի բժիշկները հնարավորություն ունեն փոխանակվել փորձով եւ քննարկել խնդիրների լուծման արդյունավետ տարբերակներ։ Հայաստանում ցավոք հիվանդությունը շատ տարածված է, ուստի բժիշկները պետք է տիրապետեն բուժման ժամանակակից մեթոդներին եւ տեխնոլոգիաներին։ Հուսով եմ, կոնֆերանսը կծառայի իր նպատակին։ Բժիշկ փորձագետներն անցկացնում են վարպետության դասեր, ցուցադրում կլինիկական բարդ դեպքեր։ Մասնագետները վստահ են, հայ եւ օտարերկրացի բժիշկների անմիջական շփման եւ գործակցության միջոցով կձևավորվի ուրոլոգիական ամուր համայնք, որը կնպաստի էնդոուրոլոգիական ծառայության զարգացմանը Հայաստանում։ Արամ Մանանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։